Սուրբ Հոգին իջավ լեզվի տեսքով։ Լեզուն մտքի սրտի հոգու թարգմանն է, որտեղ յուրաքանչյուր մարդ իր սրտի ավելցուկից է խոսում։ Այդպես էլ Սուրբ Հոգին հորից է բխում եւ պատմում է Քրիստոսի մասին։ Սուրբ Հոգին հոր եւ որդու Սուրբ երրորդության երրորդ անձն է, որ խոսում է հոր մասին եւ որդու մասին է խոսում։ Ահա Սուրբ Հոգին այդ պատճառով լեզվի տեսքով եկավ եւ քաղցր բարբարեց, ինչպես Դավիթ Մարգարեը ասում թե քո խոսքերը իմ քիմքին ավելի քաղցր են, քան մեղրի խորիսը։ Այսպես էլ Սուրբ Հոգին քաղցր բարբարեց եւ խոսեց հոր եւ որդու մասին։ Լեզուն, եթե բերանի որևէ ատամ կամ որևէ մի մաս վնասված է, ուզում է լիզել, ուզում է ամոքել, ուզում է ցավը իր վրա վերցնել։ Այդպես է լեզուն, միշտ բերանի խոռոչում իբրև փրկիչ է համարվում, մաքրում է, լիզում է եւ հաստատում է։ Այդպես է Սուրբ Հոգին, որտեղ որ ընկրճված, որտեղ որ նեղ սրտած, որտեղ մխիթարության կարիք կա, այնտեղ է հասնում։ Օգնում է եւ մենք միշտ ասում ենք մխիթարիչ Սուրբ Հոգի։ Այդպես է այսօր Սուրբ Հոգին լեզվի տեսքով իջավ եւ մխիթարեց առաքյալներին եւ այսօր իջել է մխիթարում է մեզ։ Ուստի մենք էլ Սուրբ Հոգու մխիթարիչ զորությունը վերցնենք մեր մեջ եւ փառք